Պարոն Սիմոնյան, ինչ չափորոշիչով է ինքնություն կատարել ձեր ուսակիցների հետ կապված և ինչի համար ձեզ պետք է քվեարկեն ձեր ուսակիցները, ինչ արժանիքների համար։ Նայել եմ, տեսնում եմ գալիք խորհրդանում այդ մարդը անելիք ունի, թե չունի, նայել եմ արդյոք այդ մարդը անցած այս ժամանակահատվածում իրան ոնց է դրսևորել և ըստ դրա քվեարկել եմ, ինչ վերաբերում է ինձ, կարծում եմ ես այս կուսակցության հիմնադիր անդամներից եմ և Հայաստանի Հանրապետության թերևս արդեն ամենաերկար ազգային ժողովի նախագահ և իմ նախագահության օրոք, իմ պարլամենտական գործունեության օրոք հնարավոր բոլոր դժվար իրավիճակները եղել են, սկսած ազգային ժողովի շենքի վրա հարձակումից, վերջացրած ռադիկալ տրամադրված ընդդիմությունով, վերջացրած հուզական և շատ ցավոտ իրավիճակում մեր տարբեր հայրենակիցների հետ լսումներով, միջազգային գործունեությամբ կարծում եմ, որ շատ բան եմ արել, որի համար ես շատ ու շատ մարդկանց կողմից գուցե և ընտրվեմ։ Այլ։ Պարոն Սիմոնյան, ըստ ձեզ Գալիք ազգային ժողովում Հայկ Սարգսյանը անելիք ուներ, թե չունի։ Կարծում եմ վարչության որոշումով այդ հարցի պատասխանը դուք ստացել եք։ Պարոն Սիմոնյան, Հանրային ռադիո արդեն որոշակի անում են ընտրական ցուցակներն իրենց պոտենցիալ վարչապետների թեկնածուներով, ՔՊ-ի համար մրցակից թեկնածուն ըստ ձեզ ով է։ Մեր համար, մեր կուսակցության համար։ Պետք է ասեմ, որ այս պայդրությամբ կոնկրետ մրցակից ակնհայտ չի երևում և դա միայն իմ կարծիքը չի, դա մեր քննարկումներն են ցույց տալիս, որովհետև դաշտում կա վաղած, որը որ հավակնում է, որը որ անակնկալի պես է իրեն պահում, բայց ինչքան շատ են այդ ուժի ներկայացուցիչները խոսում, այնքան ակնհայտ է դառնում, որ ոչ մի անակնկալ չկա, մի խոսքով խճանկարի բոլոր գույները կան և անկեղծ ակնհայտ չի, թե որն է իրական մրցակիցը, դրա համար մենք մշտապես ամենամեծ և ամենաառաջին մրցակից ինքներս մեզ ենք համարում և այն ասելիքը, որը որ մենք պետք է ասենք, որովհետև մեր խոսակցությունը Հայաստանի Հանրապետության ժողովրդի հետ ստացվել է և այդ խոսակցությունը շարունակվում է և շարունակվելու է, դրա համար չեմ կարող կենտրոնանալ և կոնկրետ բան ասել, հա։ Լուրջ մրցակից համարում եք Սամվել Կարապետյանին, որը օրերս վարչապետի թեկնածու։ Սամվել Կարապետյանը չի կարող վարչապետի թեկնածու առաջադրվի, դա հերթական ֆեյք խոսակցությունն է և թերևս այն նախկին մեր գործընկերների, նկատի ունեմ ընդդիմադիր գործընկերների պես երևի իմ կարծիքն է ինքը իր համար փախուստի ձև է փնտրել նման որոշումով, դե գիտեք ինչ, մշտապես ինքը հայտարարել է, որ քաղաքականությամբ չի ուզում և չի զբաղվել, ում վրա քրեական գործ են հարուցում, կուսակցություն է ստեղծում, ուզում է գա պարլամենտ, ինչ որ նոմսը բան է դառել, նոր մոդա է դառել, որ ում վրա քրեական գործ են հարուցում, պարզվում է ինքը տենց վաղեմի քաղաքական գործիչ է, բայց որ հարցազրույցներ նայում ես մի տարի մի ժամ առաջ ասում են, որ ընդհանրապես քաղաքականության հետ կապ չունեն, ինքը չի կարող լինել վարչապետի ոչ թեկնածու, ոչ վարչապետ, մի քիչ աբսուրդային է իրավիճակը։ Հայաստանի Հանրապետության օրենսգրքից ելնելով եւ էլի շատ ու շատ բաներից, բայց այնքան շատ է այդ բաները, որ նույնիսկ ասելու կարիք չկա, այսինքն ինքը չի կարող լինել թեկնածու, ինքը չի կարող լինել падգամավոր, ինքը չի կարող լինել վարչապետ, ինքը չի կարող ոչ մի բան լինել, ինքը կարա, չգիտեմ, Ռուսաստանում կամ Կիպրոսում ինչ որ բան փորձի լինել, եթե այնտեղ դա թույլատրել է իրենց օրենսդրությամբ, դա ծանոթ չէ։ Պարոն Սիմոնյան, օրինակ իրենք հայտարարում են, մեր ձևով շարժումը, որ բոլոր սոցհարցումները վկայում է այն մասին, որ իրենք են մեծամասնություն ստանալու ազգային ժողովում և մեն այդ վստահությունը ժողովրդի կողմից։ Որ իրանց գնում տենց բան են ասում, թող խաչակնքվեն մի հատ։ Դա աբսուրդ է։ Իրանք պետք է գիտակցեն, որ շատ ու շատ մարդիկ ուղղակի շահից ելնելով, ֆինանսական շահից ելնելով, փողի շահից ելնելով կարող են իրանց ասել են ինչ-որ իրանք ուզում են լսել, կարող են գնալ և մտածել, որ ստեղ կարելի է այս ցուցակով բան, բայց ակնհայտ է, որ չի կարող
գիտեք ինչ, ասում կան կուսակցություններ, որոնք համակարգեր ունեն։ Հայաստանի անդիմադիրների մասին է խոսքը, ու իրանք նույնիսկ իրանք են իրենց ջախջախելու, այսինքն այդ բանն է, այդ միֆն է, որին որ ռուսերեն մի հատ արտահայտություն կասեն, որ շատ ավելի հասկանալի լինի, հա, мы пошутили, они поверили։ Իրանք իրանց բան են անում, շատ ցավում եմ այդ օթերում իրանց ապրելու իրավիճակի համար։ Պարոն Սիմոնյան, երեք Փաշինյանն ասում է ջախջախիկ չփոքրամասնություն են լինելու։ Ձեր մոտ այդ վստահությունը որտեղ է, սոցիալություններ ունեք, ձեզ ասեն են, որ դուք 50+1 հաստատ ունեք, 54-ն եք հետը, որտեղ է ձեր այդ չափից դուրս վստահությունը։ Ռուզանա ջան, տիրապետում ենք իրավիճակին, մենք չենք կտրվել թե ընտրական process-ներից, թե մարդկանցից եւ քննադատություններն էլ գիտենք, քննադատություններն ենք լսում, մեր խնդիրներն էլ գիտենք, ուրիշների խնդիրներն էլ գիտենք, եկեք sense պատասխանեմ, իրանք էլ են վստահ, որ իրանք ջախջախիչ պարտություն են տանել։ Ես կարծում եմ, որ սա ամենախոսուն պատասխանն է, որ կարող է ասել։ Իրենք վստահ են, բայց մտել են դրապարակայիններ, հաղորդակցություն։ Դե ես ձեզ ասացի, ես կարող եմ բացատրել յուրաքանչյուր կուսակցության անուն տվեք, ես բացատրեմ այդ կուսակցությունը ինչ անում ես գալիք ընտրությունները։ Հիմնականում շատերի դեպքում դա կրկնվելու է, բայց ես գիտեմ այդ մարդիկ ինչ են անում։ Ես ձեզ բառացի ասում եմ, դուք խոսում եք այդ մեր ձևովի հետ կապված, ասում եմ այդ մարդը քաղաքականությամբ զբաղվում, որտեղ քրեական գործ կա։ Եթե այդ մարդը քրեական գործ չուներ, այդ մարդը քաղաքականությամբ զբաղվելու էր, ինքը ասում է ոչ։ Դուք ինչ եք ասում։ Հայտարարությունից հետո ըստեղության այդ գործը եղավ, Սամվել Կարապետյանի հայտարարությունից հետո եղավ, երբ ասեց, որ մեր ձևով աջակցելու ենք։ Չէ, սխալ եք ասում, քաղաքականությամբ ինքը սկսել է զբաղվել ընդամենը վերջերս, ես նույնիսկ ասեի AI-ի հայտարարության շնորհիվ, որտեղ միջև այդ նույնիսկ հայտարարված չէր, որ ինքը ինչ-որ ձևով զբաղվել է, որտեղ ակնհայտ էր, որտեղ Ռուսաստանի եւ Կիպրոսի քաղաքացին չի կարող զբաղվել, այս համանդրությունը դա թույլ չի տալիս, նաեւ խոչընդոտում է ազգային ժողովի կանոնակարգ համանդրական օրենքի 61-րդ հոդվածը, որը որ նկարագրում է առաջին նիստը, ինչ պետք է լինի եւ ոնց պետք է լինի։ Այսինքն դենց, գիտեք ինչ, սա հերթական Չէ, հիմա մենք չենք, ես Ռուզանա ջան, մենք եկեք քննարկենք ինչ քրեական գործը աբսուրդային, ինչ քրեական գործ աբսուրդային չի։ Ես վստահեցնում եմ, տենց ասացված կա, որ բանտում մեղավոր մարդ չի լինում, եւ յուրաքանչյուր մարդու, որը որ ինչ որ հանցագործություն է արել, ինքը բնական է իր արդարացումներ ունի եւ բացատրություններ ունի, թե դա ինչի է տեղի ունեցել, բայց ասածս այն է, որ մարդիկ սկսում են քաղաքականությամբ զբաղվել են դեպքում, երբ որ հայտ է գալիս քրեական գործ։ Շինծույա, շինծուչի, լավնա, հիմնավորա, դրա մասին չենք խոսում։ Եվ դա Հայաստանի Հանրապետության քաղաքացիները հիմար չեն։ Մարդիկ հասկանում են, որ ինչի է ինքը զբաղվում քաղաքականությամբ, իսկ ինչի միջև այդ չէ զբաղվում, իսկ ինչ էր խանգարում միջև այդ, ինչ որ ծրագրեր անել, ինչ էր առաջ գովում Հայաստանի Հանրապետության այսօրվա իշխանություններին, ինչ էր ասում, չեմ զբաղվել, հիմա զբաղվում եմ։ Վերջի վերջո ես ձեզ առաջարկում եմ գնաք իրանից հարցնեք, այս հարցերը իրեն տակ, որովհետև արգելք չկա, եթե AI-ը չպատասխանի, թող ինքը ինչ կապ ունի, 21-րդ դարն է, Zoom-ով միացեք, մենք ստեղից Ամերիկա հարցազրույցներ ենք անում, Zoom-ով միացեք կամ գնացեք Քյուր իրանց մոտ, արգելք չկա, ուրեմն նորից եմ ասում, արգելք չկա իմ իմանալով եւ նույնիսկ իրանք բանակցություններ են վարել, որպեսզի հարցազրույց տան եւ ես ձեզ հորդորում եմ գնացեք իրան այդ հարցերը տվեք, թող ինքը պատասխանի։ Բայց նորից եմ ասում, հերթական անգամ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին մոլորության մեջ գցել, ասեմ մի անգամ Կանադայի քաղաքացի բերեցին, որ իբր պետք է վարչապետ դառնա, Աստծո օրհնությամբ, այն մեկն էլ ասում էր Աստծո օրհնությամբ, չէ, այն անհաջողակը ասում էր Աստծո օրհնությամբ։ Հիմա այս մեկը ասում է չգիտեմ, դրսից ինչ որ մարդկանց են բերել, որոնք մեզ ուզում են բացատրեն մեր սահմանադրությունով, ոնց իրանք կարող են ամեն ինչ անել, որ իրանք ուզած մի խոսքով աբսուրդ է սա։ Շատ սխալ բան արեցին քաղաքական առումով։ Ավելի լավ անհայտ մեկին դնեին, մասնակցեին այդ բանի տակ, բայց այս պլան պրավալիլս ասենց ասեմ։ Պարոն Սիմոնյան, ձեր վերջին ճեպազրույցում ասացիք, որ Մոսկվայում անուններ եք հնչեցրել Լավրովի մոտ, ովքեր Հայաստանի դեմ հիբրիդային գրողներ են անում, հիմա այդ ձեր հայտարարությունից հետո այդ գրողները շարունակվում են, օրինակ Զատուրինովի իշխող ուժի պատգամավորը ասում է, որ այս կուսակցությունը Նիկոլ Փաշինյանը չպետք է վերարտադրվի,
ծրագրի համար մեկ սա ինչ-որ պետական միջամտության փորձ գալիք ընտրություններին ընդառաջ Ռուսաստանի կողմից։ Եթե լուրջ համարում եմ, որ այո, դա իրան չի վերաբերվում, որովհետև ինքը ավելի լավ է թող հիշի իմ եւ իրա վերջին հանդիպումը։ Իսկ որպես կեսկատակ կասեմ, ինչքան ինքը ու իր նմանները խոսեն, այնքան մենք շատ ավելի շատ ձայներ ենք ստանալու Հայաստանի Հանրապետությունում։ Ես իրանց եմ դա ասել։ Ես ասել եմ նաև, որ եթե դուք ելույթ եք ունենում, ասում եք, գիտեք ինչ, վարչապետ Փաշինյանը վատնա, Ալեն Սիմոնյանը վատնա, այնինսը վատնա, բայց մենք եւ մեր դարավոր հայ ժողովրդի ընկերությունը եւ մեր բարեկամությունը այդ խոսակցությունները մեր մոտ ծիծաղ են առաջացնում։ Ես նկատի ունեմ ոչ թե իմ մոտ, այլ Հայաստանի Հանրապետության ժողովրդի մոտ եւ դադարեք մեզ նման ձևով հարվածելը։ Ես դա ասել եմ եւ չեմ թաքցնում։ Հուսամ իրանք կհասկանան, բայց պարոն Զատուլինը կարող է նաեւ հետաքրքրվել պարոն Լավրովից, թե ինչ արձագանք է տվել իրենց արտաքին գործերի նախարար, երբ որ ես խոսել եմ падգամավորների կողմից հայտարարությունների մասին Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության, անվտանգության եւ այսօրվա իշխանության մասին։ Թող հետաքրքրվի իր գործընկերը ինչ արձագանք է տվել, ես կոռեկտ չեմ համարում այդ մանրամասները բացահայտել։ Ես կարող եմ խոսել իմ ասածների մասին, բայց գործընկերոջ ասածները չեմ ուզում բարձրաձայնել։ Իսկ դուք ունեք տպավորություն, որ Մոսկվայում մենակ ինչ-որ բանից դժգոհ են Հայաստանի արտաքին քաղաքականությունից եւ այս արձագանքները դրա հետևանք են։ Մասնավորապես Հայաստանի վերջին կուրսը ոչ դեպի Ռուսաստանի ուղղությամբ։ Ինձ մեկը ինձ կարևորը որ Հայաստանի Հանրապետության շահերը առաջ գնան եւ ինձ մենակ հետաքրքրում է Հայաստանի Հանրապետության շահերը, թե դժգոհ են, դժգոհ չեն, լավ, ուրեմն պետք է քննարկենք, բայց ինչ եմ գնում այնտեղ։ Ես գնում եմ որ այդ հարցերը քննարկեմ, բայց եթե Հայաստանի Հանրապետությունը պետք է խաղաղություն կառուցի, եթե Հայաստանի Հանրապետության զինվորները, տղաները պետք է չթան մահանան, անկեղծ ինձ մեկը որևիցե այլ երկրի ինչ որ ներկայացուցի էմոցիան։ Բայց ռազմավարական դաշնակցի վերաբերմունքը մեր հանդեպ մեկը։ Ռազմավարական դաշնակցի վերաբերմունքը էմոցիաները քաղաքականության մեջ որևիցե նշանակություն չունեն։ Կա շահ։ Շահերը ուրիշ է, եթե էմոցիայի մասին ենք խոսում, ուրիշ խոսակցություն է։ Շահերը գիտեք ինչ, ժամանակին էլ եմ ասել, եթե իրանց շահը որևիցե երկրի չլինի, դա Ռուսաստան, թող լինի մեր ամենաշատ սիրած Ֆրանսիան, ԱՄՆ-ն, Եվրամիությունը, եթե իրանց շահերը բրդի, ասի, որ պետքա Հայաստանը մանրադրամ դարձնել, Հայաստանը դառնալու է մանրադրամ։ Բայց մենք Ռուսաստանը այն առումով եմ առանձնացնում, որ տնտեսապես մենք շատ կախված ենք Ռուսաստանից։ Այդ առումով արդյոք նույնը կարելի ասել Ֆրանսիայի կամ Անգլիայի հետ կապված Ռուսաստանը այլ հարաբերության մեջ է մեզ հետ։ Եվ ոչ մեկ դա չի ժխտում, բայց երբ որ մեր վրա ճնշում է գնում, դրան դիմադրելը եւ ասելը հոп, դա մեր պարտականությունն է։ Ասել կանգնեք, որովհետեւ հա հասկանում ենք ձեր շահերը, բայց եկեք մեզ մի ոչնչացրեք, հա մենք ենք մեռնում։ Ձեզ մեր երեխեքն են մեռնում։ Այսինքն ինչ ասենք ռազմավարական, այդ ի՞նչ տրամաբանություն ասենք, դե ռազմավարական գործընկերն է, ուղարկենք եւս 3000 հոգի մարդ թող գնա զոհվի, հա, որտեվ ռազմավարական գործընկերը չկա։ Չէ, դժվար է, իրականում դժվար է այդ խոսակցությունը, իրականում դժվար է այդ բարձրաձայն ասելը, որովհետեւ այդ հսկա երկիրը իր հսկա հնարավորություններով, որը որ անսպառ հնարավորություններ ունի, բայց միևնույն ժամանակ ասում եմ, մեր հենց գործը այն է, որ մենք դա իրանց ասենք։ Ու ես իրանց ասել եմ, այն ինչ որ վարչապետը երեք ստեղ ասեց, որ մենք իրանց հետ չենք կռվելու։ Մեր միակ ուզած բանը նա է, որ մենք ունենք մեր շահերը, իդեպ այդ շահերը տենց մինիմալ են, հա, էկզիստենցիալ շահերի մասին է խոսքը գնում այսօրվա օրով, եւ այդ շահերը մենք ուղղակի տեղ չունենք զիջելու։ Սա է։ Չէ, երկաթուղին չնայած Փաշինյանն ասում է կառավարման վերցնելու նպատակ ունենք, երկաթուղին, գազը, ԵԱՏՄ անդամները, դրանք քիչ են այս համակարգում։ Բայց մենք աշխատում ենք այդ ուղղությամբ, մենք իրանց առաջարկ ենք անում։ Երեք վարչապետը նաև ասաց, որ այն ինչ որ Վաշինգտոնում ստորագրվել է, նաև իրենց դա առաջարկվել է։ Մենք իրենց առաջարկել ենք նաև, երեք վարչապետը ասում էր 1 կիլոմետր, 4 կիլոմետր, մենք դա իրենց առաջարկում ենք։ Նորից եմ ասում, մենք իրենց հետ կռվելու ոչ ցանկություն, ոչ հնարավորություն, ոչ նպատակ չունենք, չենք ունեցել,
Բայց մենք նպատակ եւ անհրաժեշտություն ունենք պաշտպանվելու Հայաստանի Հանրապետության, այն որ ասում եմ Հայաստանի Հանրապետության, նկատի ունեմ հենց անկախ հանրապետության, ոչ թե ինչ որ կազմում, ինչ որ հա դրոշով իր պարլամենտով, բայց ինչ որ ֆեդերատիվ, ինչ որ մի այլ դրա մեր նպատակը դա ու մենք դա միջև վերջ ատամներով պաշտպանելու ենք։ Նույնիսկ այդտենց մեծ հսկայի, եթե ինքը տենց որոշում ունի եւ ունենա։ Ինչն է տարօրինակ։ Ուղղակի ես գիտեք ինչն է խնդրեմ, որտեվ տենց միշտ սովոր ենք էլի երևի որ տենց եթե դե մեծ երկիր է բանա, պետքա բան անենք։ Հա արեցինք տենց 30 տարի արեցինք։ Ղարաբաղում արեցին, Ղարաբաղի կառավարությունը դա արեց։ Ինձ ընդդեմ ղեկավարը ասում էր դուք Հայաստանի մասին մտածեք, Ղարաբաղը այսօր ամենաապահով տեղն է 44 օրյա պատերազմից հետո։ Ասում էր ձեր մասին մտածեք։ Գրում էին «Спасибо России» եւ այլն։ Մտածում ենք Հայաստանի Հանրապետության մասին ենք մտածում ու շարունակելու ենք մտածել ու ես վստահ եմ, որ գալիք ընտրություններում Հայաստանի Հանրապետության ժողովուրդն էլ է մտածելու Հայաստանի Հանրապետության անկախության մասին, տերականգնելու Հայաստանի Հանրապետությանը, ինքնիշխանությանը, այն իրավունքին, որ ինքը ինձ կարա Facebook-ում ինչ ասես ասի ու դրա համար չպատժվի։ Ու այսօր այո իրոք, ով ում մասին ինչ ուզում ասում է, օրենքի շրջանակներում եւ չպատժվի։ Միջև այն պահը, երբ որ ինքը օրենք է խախտում։ Խոսքի ազատություն, լրագրողները, դուք լրագրող պետք է բոլոր լրագրողները գնաք քաղաքացիական պայմանագիր ընտրեք։ Ես ձեզ լուրջ եմ ասում։ Եթե ծուռը նստենք դուզը խոսենք, կներեք այս խոսակցականի համար։ Այն խոսքի ազատությունը, որը որ Հայաստանի Հանրապետությունում այսօր կա, սա երազանք է։ Սա երազանք է, սա ձեր ազատությունն է, սա ձեր աշխատելու տեղն է, այս հասկանում եմ, միգուցե մեկին չեք սիրում, միգուցե ինչ-որ բանի հետ համաձայն չեք, բայց հավատացեք, ոչ առաջ, ոչ Աստված մի արածցե, եթե մենք վերադառնանք անցյալ, դուք այդ հնարավորությունները չեք ունենալ։ Բայց այդպես չէ, որ խոսքի ազատությունը Այլ չվերացենք մենք քո հարցազրույցին, հա։ Բայց այնպես ես համաձայն չեմ։ Ես վստահ եմ, որ ընտրությունների օրը դու եւ ու շատ ընդդիմադիր լրագրողներ գնալու են քաղաքացիական պայմանագիր ընտրել։ Ես չեմ ընտրել ինտերնետ խոսել։ Ես վստահ եմ դրա մեջ։ Պարոն Սիմոնյան, Ֆրանս 24-ին տված հարցազրույցում ինքան Ալիևը նշել է, որ ըստ էության մտադրված չէ Բաքվում պահվող հայգիների վերադարձնել, նաև խոսելով հանրության պայմանագրի մասին նշել է, որ կստորագրի, երբ որ Հայաստանում սահմանադրությունը փոխվի ձեր մեկնաբանությունը։ Ես չեմ տեսել այդ խոսակցությունը, այդ հարցազրույցը եւ չեմ կարող մեկնաբանել, որովհետեւ հարցազրույցը առավել եւս այնց կարեւոր հարցազրույցը մի նախադասությամբ եւ մեջբերման պատրաստ չեմ մեկնաբանել եւ ես պետք է ասեմ ընդհանրական գնահատական տալով, որ այն գործընթացը ու այն աշխատանքը ու այն ոճը, որը որ մենք երկստեք Ադրբեջանի հետ այսօր իրականացնում ենք, բարդ է, դժվար է, բայց առաջ գնալու հնարավորություն ստեղծող բան է, որից որ մենք չպետք է հրաժարվենք եւ տենց էլ անում ենք։ Կվերադառնան, բոլորն էլ վերադառնալու են։ Այսօր չէ, վաղը չէ, բոլորն էլ վերադառնան։ Ինչպես ժամանակին, ասում եմ 200-ին հասնող մարդիկ կային եւ ելի մարդիկ կային, որոնք որ չվերադարձողի ցուցակում էին, բայց աշխատանքի շնորհիվ մենք կարողացանք հասնել։ Այդ աշխատանքը չի դադարելու մինչեւ վերջին հայը չվերադառնա Հայաստանի Հանրապետություն։ Շնորհակալություն։ Պարոն Սիմոնյան, երեք Նիկոլ Փաշինյանը անդրադառնալով Սփյուռքահայ իշխող գործիչների հայտարարություններին, որով նրանք ասում են, որ իշխող ուժը Նիկոլ Փաշինյանը չպետք է միջամտի եկեղեցու հետ գործերին, այս հայտարարությանը պատասխան Նիկոլ Փաշինյանն ասաց, որ կզգան զգուշացումներ։ Հիմա հարց է առաջանում եւ նաեւ նայում եմ լրահոսը Facebook-յան տիրույթը տարբեր օգտատերեր ասում են ինչ է կանելու այդ հայրարների հետ։ Նուբար Ապեյան, Վաչե Մանուկյան, նրանց էլ է սպառնում օրինակ այն ճակատագիրը, ինչ Սամվել Կարապետյանն է։ Ես չգիտեմ ինչ է նշանակում ասել նույն ճակատագիրը, ինչը որ Սամվել Կարապետյանն է։ Իսկ ինչ ճակատագիր ունի Սամվել Կարապետյանը։ Եկեք մի հատ հուզվենք միասին բոլորով, իսկ ինչ ճակատագիր ունի։ Կա հարց։ Սամվել Կարապետյանը կամ իր նմանները Սամվել Կարապետյանը Ռուսաստանում կարող էր ասել այն փոքրիկ խմբակը, որը որ ինչ որ գործողության
հետ կապված եւ ասեր մենք մեր ձևով կմիջամտեինք, մտառը կմնար Սամվել Կարապետյանից։ Մտառը կմնար, կարող է դա էլ չմնար։ Ինքը դա գիտակցում է, չէ՞։ Չգիտեմ, ես դուք անուններ եք տալիս, ես այդ անունների հետ կապված չեմ ուզում կենտրոնանալ, բայց Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության, սահմանադրական կարգի հետ կապված որ երկրից ուզում է լինի, ուզում է Ֆրանսիայից լինի, ուզում է Լիբանանից լինի, ուզում է ԱՄՆ-ից լինի, բնականաբար մենք դիմադրելու ենք եւ չենք թողնելու Հայաստանի Հանրապետություն նամեստնիկ բերեն կամ դրսից տղա բերեն։ Թող հանգիստ նստեն իրենց տեղները, թող հանգիստ նստեն իրենց տեղները։ Հակառակ պարագայում պետությունը Հայաստանի Հանրապետությունը։ Ես հասկանում եմ, որ որոշները դա դեռ չեն գիտակցել, որտեվ ժամանակին այդ բարերարները փողեր են տվել, նվերներ են արել, տներ են կառուցել, պալատներ են նախագահական եւ ինչ որ բան վերանորոգել եւ մտածել են, որ դե իրենց բանն էլի դուքյանն է, էլի։ Այդ ոնց կարա մենք այդտեղ փող ենք տալիս, այդ ոնց կարա այդտեղ ղեկավարը բան մեր ասածը չանի։ Հիմա 2018 թվականից այսքան չկա մեկը, որ կարա ասի ինձ, վարչապետին, մեր բարձրաստիճան որևիցե պաշտոնյային իրanцից մի դրամ նվերավերսը կամ ինչ-որ իրanc բանապարտք։ Մենք նույնիսկ այդ դրամահավաքներն ենք վերացրել, որ Հայաստանի Հանրապետությունը անցկացնում էր, որպեսզի ցույց տան, որ Հայաստանի Հանրապետությունը կարող է իր կարիքները ապահովել։ Դա ասում թող հանգիստ նստեն տեղները, թող հանգիստ նստեն տեղները։ Չքթները չխոթեն Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության, անկախության, ինքնավարության դաշտ։ Հայաստանը տեր ունի, դա ժողովուրդն է։ Ժողովուրդը գնում է ընտրությունների ժամանակ որոշում է։ Թող գան ստեղ, ապրեն, իրանց երեխաներին ուղարկեն բանակ, ծառայեն, գան աշխատեն, հարկ վճարեն, խնդիրները տեսնեն, հետո նոր հավակնեն Հայաստանի Հանրապետության ներքին գործերում խառնվելուն։ Վիդիցիլի։ Այդ ովքեր են, այդում են բարեգործություն արել, ուզում եմ հասկանամ։ Այդում են բարեգործություն արել։ Նկարվել են, տենց տարել են, բան են բաժանել, նկարվել են, թե Սերժ Սարգսյանին, Ռոբերտ Քոչարյանի տունն են վերանորոգել կամ նվեր են արել։ Խառնում են։ Մենք մի ղեկավար ունենք, Հայաստանի Հանրապետության ժողովուրդն է։ Այլ Պարոն Սիմոնյան, Վենսի այցից հետո ընդդիմությունը ամենուր պնդում է, որ այդ 9 միլիարդը Հայաստանում ոչ թե ներդրում է, այլ պարտք է քաղաքացիների ուսերին։ Սխալ են ասում, սուտ են ասում։ Եթե հաշվի առնենք նաև, որ Երևան դիտարկում է, որ թարգմանությունը լավ չի եղել, կխնդրեմ դուք Ամերիկայի փոխնախագահ Վենսը դա մեկնաբանել է եւ որևիցե ցանկություն եւ ինձ իրավունք չեմ ուզում վերապահել ավելացնելու, բայց Հայաստանի Հանրապետությունում ընդդիմություն չկա ընդդիմություն։ Չկա գոյություն, չունի ընդդիմություն։ Հիմա մեր միակ խնդիրը դա, որ դուք խոսում եք տարբեր կուսակցություններից, տեսեք դուք ինձ մի քանի րոպե առաջ հարց եք տալիս։ Ում եք տեսնում հիմնական մրցակից։ Դուք չպետք է այդ հարցը տայիք։ Կապ չունի ես ինչ եմ պատասխանում։ Դուք չպետք է հարցը ակնհայտ պետք է լիներ, որ կա 1, 2, 3 ընդդիմադիր ուժ։ Նույն մարդիկ մի խմբից գնում են այնտեղ, հետո գնում են հավաքվում են միտեղ, теперь я Наташа դեմքի արտահայտությունով գալիս են ասում են, հիմա ես այս ինչ կուսակցությունից եմ։ Հիմա ես ինչ կուսակցությունից եմ։ Չկա անդիմություն։ Ու խնդրեմը կանում է նրանով, որ չեն թողնում, որ ձևավորվի։ Չեն թողնում, որ ձևավորվի։ Մենք շեմը իջացրեցինք։ Ինչի համար այդ շեմը իջացրեցինք։ Մենք ենք չէ դա արել։ Դարձեցինք 4%, 6%։ Ինչ ասես անում են, որ ընդդիմություն ձևավորվի, բայց այտենց ինչ-որ բաներ փորձում են փագել, փորձում են բան անել, բայց վարչապետը ճիշտ ասաց երեք 2026 թվականի հունիսի 7-ին այդ մարդկանց էջը փակվելու է, չի լինելու էլ Ռոբերտ Քոչարյան, Սերժ Սարգսյան, Լևոն Տեր-Պետրոսյան, իրանք վաղուց էին քաղաքական դինոզավր, բայց հիմա ժողովուրդը փակելու է, այդ օլիգարխները չեն լինելու, իսկապես չեն լինելու, ոչ թե ես տենց ինչ-որ հողորտում եմ, չեն լինելու, վերջանալու է։ Ոնց որ եկան մտան ազգային ժողով այն մտքով, որ ազգային ժողովի մանդատը անձեռնմխելիությունը իրենց կպաշտպանի կաշառք տալու կամ ապօրինի հարստացման գործերով, բայց դա տենց չեղավ, չի լինելու, հասկանալու են, որ կարիք չկա։ Այդ դուրը շղկցնելու հայ ժողովուրդը հունիսի 7-ին։
Գիտեք ինչ վստահ եմ դրա մեջ, անասելի վստահ։ Եթե սա չհասցեագրեն կնդիմությանը, այդ ժողովրդի մտահոգությունները, խնդրեմ այդ կոնտեքստում պատասխանել։ Կներեք չհասկացա։ Եթե սա Շատ են ծրագրերը, որոնց մասին որ խոսվել է, դրա բացատրությունը տրվել է, ծրագրերը, որոնց մասին որ խոսվել է, դրա բացատրությունը տրվել է, տալիս է մենք որևիցե ձևով որևիցե մեկի վրա բացի մեզնից մենք բեռ չենք դնում եւ չենք պատրաստվում դնել։ Մեզ մեղադրում են, խոսում են արտաքին պարտքի մասին, դրա պատասխանը տրվել է։ Ուրախանում են, չէ՞ որ ամրացված շրջանները տենում են։ Անընդհատ դուք էլ ասում եք, չգիտեմ, պաշտպանողության եւ անվտանգության խնդիր կա։ Հա, այդ ենք անում։ Մեր տնտեսությունը աճ է ապրում։ Մենք բոլոր ոլորտներում դրական ոչ միայն ազդակներ, այլ արդյունքներ ունենք։ Ուղղակի մեր խնդիրը այն է, որ ցավոք սրտի, այն թոհուբոհի մեջ, այն խոսակցությունների մեջ որտեղ են չենք կարողանում լավ ներկայացնենք, դա այո, մեր խնդիրն է, քաղաքացիական պայմանագրի եւ այսօրվա իշխանության խնդիրն է, որտեղ մենք ընկնում ենք այդ պատասխանելու հետևից եւ ինչ որ բաներ չենք կարողանում հասցնել։ Եվ երկրորդ խնդիրը կայանում է նրանում, որ մեր անվտանգային խնդիրները այնքան շատ էին վերջի տարիների ընթացքում, մինչև 2025 թվականը, որ մենակ դրա վրա ենք հիմնականում կենտրոնացած։ Բայց ժողովուրդ, անընդհատ իրար շնորհավորեք։ Տեսեք փողոցում իրար շնորհավորեք։ Դուք հասկանում եք մենք ինչից ենք բարձր։ Հայաստանի Հանրապետությունը տասնամյակների, հարյուրամյակների համար իր գոյությունը ապահովել է։ Շնորհավորեք իրար, լուրջ եմ ասում, սա պաթոսային ինչ որ մեծ խոսքեր չի։ Պրծավ, պատերազմը ավարտվել է։ Էլ երեխեքը չեն զոհվելու։ Երեք նայում եմ, տեսնեմ, բանա ոնչա, Չակերտավոր խաղաղության տարիներին ամեն տարի տասնյակով մարդ երեխա է զոհվել։ Նկատի չունեմ բանակում տարբեր քրեական ենթամշակույթների խնդիրների պատճառով։ Հակառակորդի կրակոցից տասնյակներով 100 քանի մարդ է ընդամենը մի 10 տարվա ընթացքում, հենց տարին 15-20 հոգ երեխա մեռնելը միջին նորմա է եղել։ Ժողովուրդ ավարտվել է, չի մեռնելու էլ մեր երեխան։ Հանգիստ մարդիկ չեն փախնելու Հայաստանից, որ իրենց երեխան բանակ չգնա։ Չեն տանելու կաշառք տան, որ իրենց երեխան բանակ չգնա։ Որտեվ կարող կրակեն մեռնի։ Վրծելա։ Շնորհակալություն։